Բարև ձեզ Factor TV-ի հյուրը վարչապետի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարայ Սինանյանն է, ողջույն։ Բարև ձեզ։ Դուք նոր եք վերադարձել Սփյուռքից, արդյոք, այսպես ասենք, կան նաև ներհայաստանյան դիսկուրսին հատուկ հարցեր, քննադատություններ, մեղադրանքներ, ձեզ կարծես առաջին օղակը դուք լինեք, որ շատ հաճախ է Սփյուռքի մեր հայրենակիցներ հետ շփվում, օրինակ վերջին թարմացումը, հա, ոչ միայն օգոստոսի 8-ի այդ նախաստորագրումն էր, որի շուրջ կան քննադատություններ ընդդիմության կողմից, այլև կառավարող ուժը 4-րդ հանրապետություն հռչակելը դարձրեց իր առաջնանպատակ, ասում է, որ Արցախյան շարժում չեն շարունակելու կամ ցեղասպանության միջազգային ճանաչումը օրակարգային հարց չի, արդյոք սա, ասես, քննադատության չի արժանանում Սփյուռքում։ Հարգելի Ռոբերտ, քանի որ Սփյուռքը շատ այսպես լայն կոնցեպտ է, դժվար է միանշանակորեն պատասխանել այո կամ ոչ։ Կան խմբեր կամ խավեր կամ նաև ինչ որ մի Սփյուռքի զանգված, որը այդ հարցը բարձրացնում է եւ դա դարձնում է քննադատության թեմա։ Բայց ասել, որ Սփյուռքի համար սա որոշիչ է, որ սրանք են այն գաղափարները, որոնք ձևավորում են Սփյուռքի տրամադրությունները, իհարկե ճիշտ չի լինի։ Քանի որ գիտեք ինչ տեղ ունեցավ 44-օրյա պատերազմից հետո եւ նաեւ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների բռնի տեղահանումից հետո եթե Հայաստանում Հայաստանի ժողովրդի ջախջախիչ մեծամասնությունը ստիպված լինելով առերեսվել մեր իրականությունների հետ կարողացավ շատ արագ կողմնորոշվել եւ սթափվել Սփյուռքում քանի որ ստիպված չէին դա շատ արագ անել այդ գործընթացը շատ ավելի դանդաղ էր տեղի ունենում ու դանդաղ է տեղի ունենում Արցախի թեման հանել օրակարգից։ Ես օրինակ հետևում եմ նաև օրինակ Twitter-ում, որ շատ այսպես ակտիվ է Սփյուռքի մեր հայրենակիցները, նրանք շատ հաճախ ծայրահեղ ընդդիմադիր նաև խոսույթ են օգտագործում, դավաճանություն, հա, այսինքն ուրացում, ցեղասպանության ուրացում, Արարատի դեմ արշավ, այս խոսույթը ամեն դեպքում կար իմ հարցը պատահական չէր առաջին հարցը։ Այո, դրա համար նշեցի, որ կա այդ զանգվածը, նման խոսույթ կա, իհարկե նման տերմին օգտագործողներ էլ կան, որը շատ ցավալի է, մանավանդ հաշվի առնելով այն փաստը, որ այդ լեքսիկոնը օգտագործում են մարդիկ, որոնք ստեղ չեն, այսինքն խրամատում չեն, հարկեր չեն մուծում, այսինքն չեն մասնակցում ամենօրյա այն պայքարին, որը Հայաստանի բնակչի նորմալ կենսակերպն է։ Այսինքն մարդիկ, որոնք ապրում են Հայաստանում, իրենց ողջ գոյությամբ մասնակցում են մի գործընթացի, որը պետության համար, Հայաստանի հանրության վերապրելու համար պայքար է, եւ դա տարբեր ձևերով է դրսևորվում։ Կրկնում եմ, շատ բանալ ասենք, օրինակ աշխատել Հայաստանում, գոյացնել եկամտահարկեր, գոյացնել տարբեր տեսակի հարկեր, որոնք ի վերջո ձևավորում են պետության բյուջեն, որի շնորհիվ ի վերջո ձևավորվում են նաև պետության պաշտպանունակության հնարավորությունները ու այդ սահմանները դրա, չէ։ Հիմա տեսեք, դա այդ պայքարի մի ձև է։ Եվ շարունակաբար, դա կարող եմ թվարկել, էլի շարունակել, դա վերջանում է այդ ամենը իհարկե, ասենք խրամատներում, խրամատ պայմանական, ասում այսօրվա պատերազմական իրականություններն այնպիսին են, որ ֆիզիկական կռիվը չի միայն նշանակում խրամատում լինելը, բայց պայմանական եթե ասենք խրամատներում գտնվել է, այս պետության պահպանման, պահելու, փրկելու գործընթացի ծայրահեղ դրսևորումն է, որը էլի Հայաստանում բնակվող մարդու կյանքի մի փաստ է, անբաժան մաս է։ Հիմա այն մարդը, որ այդ պայքարի որևէ փուլի մեջ չի մասնակցում, երբ որ նման տերմիններ է օգտագործում եւ այնպես չի որ 44-օրյա պատերազմից տեղեր կռվում էր, այնպես չի որ վաղը լինելու է։ Այս կմեղադրեմ, որ Սփյուռքից եկած կռվողների գործոնը անտեսում եք։ Սփյուռքից եկած կռվողների գործոնը չեմ անտեսում, ջախջախիչ մեծամասնությանը անձամբ գիտեմ, ու այն փաստը, որ անձամբ գիտեմ, նաև խոսում են նրա մասին, որ այդ թիվը եղել է շատ փոքր։ Ես չեմ ուզում, որ մենք մանրանանք սրա մասին խոսենք, որտեվ լուրջ չի, էլի, լուրջ չի, Սփյուռքից եկած Արցախի համար կռված կամ Լեռնային Ղարաբաղի համար կռված մեր հայրենակիցներ, այսինքն դա շատ փոքր թիվ է եղել, բոլորին գիտենք։ Բայց փող են ուղարկել։
Հիմա տեսեք, հիմա փող են ուղարկել, չէ, այդ փող են ուղարկել երևույթն էլ։ Ես ասում եմ, Հայաստանում ապրող մարդը ամեն օր է փող ուղարկում, որովհետև Հայաստանում ապրող, աշխատող, հավելյալ արժեք ստեղծող մարդը հարկեր եմ ուծում։ Ուրեմն խնդրում եմ մարդկանց, որոնք ամեն օր են փող ուղարկում, ինչ են ուղարկում, փողը գոյացնում պետության համար, պետք չի վախացնել կամ պետք չի անդադ աչքը մտցնել, ասենք պարբերաբար տեղի ունեցող կամ անցյալում տեղի ունեցած դրամահավաքները, ով որ անում է իր հոգու հանգստության համար է անում, բայց կրկնում եմ, մարդիկ, այո, հələ ու ասեմ դա Սփյուռքի շին փոքրամասնությունն է, որ այդ գումարների հանգանակմանը պատմականորեն մասնակցել է, եւ միշտ նույն մարդիկ են, որում դա էլ նշեմ, դրանք իհարկե իրենց որպես գովեստ եմ դա ասում, բայց այդ մարդիկ նույն մարդիկ են։ Հիմա ասել, որ գիտեք, այո, մենք հավաքեցինք գումար, ու դա ասել մարդկանց, որոնք անընդհատ այդ գումար հավաքելու գործի մեջ են, ճիշտ չի։ Այսինքն դրանք հեռու պետք է պահվեն Հայաստանի արտաքին քաղաքականությունից, Թուրքիա-Ադրբեջանի հետ հարաբերությունների օրակարգից։ Գիտեք, ես վերջին այցելության ընթացքում էլ այս հարցը բարձրացվեց, բայց շատ առողջ մթնոլորտում, շատ այսպես մտքերի փոխանակման կոնտեքստում, եւ ես նույն բանը ես կրկնեցի մեր հայրենակիցներին եւ գիտեք, մարդիկ հասկացան Եթե չեմ սխալվում, կոնկրետ խոսակցությունը Գոթենբուրգի հայկական համայնքի հետ էր, որում ասեմ, որքան փոքր են այդ համայնքները, այնքան շատ ավելի մարդիկ մոտիվացված են, շատ ավելի մեծ ջանքեր են գործադրում կապված մնալու իրենց ինքնության հետ, նաև Հայաստանի հետ։ Բայց այս հարցը բարձրացվեց ու իմ պատասխանը հետեւյալն էր, որ գիտեք, դուք իհարկե որպես մարդ, որպես հայ մարդ միշտ իրավունք ունեք կարծիք արտահայտելու։ Բայց այդ կարծիքը պետք է տարանջատեք ինչ որ քննադատությունից կամ դատապարտումից ավելի շուտ։ Նույնիսկ քննադատություն կարող է լինել, եթե շինիչ կոնստրուկտիվ քննադատություն է, ինչու ոչ։ Բայց միշտ պետք է հիշեք, որ դուք խոսում եք մարդկանց մասին կամ մի տեղի մասին, որտեղ դուք չեք։ Հետևաբար անհնար է դա չընդունել, հասկանում եք։ Անհնար է։ Ես հիմա կարող եմ արմատական են լինում, ասենք, ավելի արմատական են լինում իրենց պահանջներում, ասենք, ոչ մի կերպ օրինակ Արցախի հայեր վերադարձի օրակարգից չհրաժարվել, ավելին դա դնել օրակարգում։ Ես հիշում եմ անգամ 2021-ին, երբ որ Հայաստան-Թուրքիա process-ը սկսվել էր, կարդում էի դրսում ապրող հիմա կուսակցությունը, այդպես չնշեմ, որ շատ բան չանենք, գործիչներից մեկի հարցազրույցը, որ Հայաստանը պետք է բացի սահմանները այն դեպքում, Հայաստանը պետք է բացի սահմանները այն դեպքում, երբ որ Թուրքիան կճանաչի հայոց ցեղասպանությունը։ Այո, տեսնում եք, իրականությունից լրիվ կտրված լինելու հետևանք։ Մենք ու սա էլ անընդհատ կրկնում եմ մարդկանց, մենք ապրում ենք այստեղ, այս իրականությունում։ Մեր իրականությունը հետևյալն է, Երևանից մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա Թուրքիայի սահմանն է, որից այն կողմ ապրում է 90 միլիոն մարդ, որոնք այսպես նուրբ ասեմ, բարյացկամորեն չեն տրամադրված մեր ազգի, մեր ժողովրդի եւ մեր պետության նկատմամբ։ Մյուս կողմը մի քիչ ավելի հեռու է, բայց նայած ում համար, երևանցիներից համար է հեռու, եթե Նախիջևանից համարենք, այդքան էլ հեռու չի։ Հա, Նախիջևանից իհարկե Ադրբեջանը, այո, բայց մենք ունենք չէ հարյուրավոր գյուղեր, որոնք բառեսպուն իմաստով սահմանի վրա են։ Այդ մարդիկ ապրում են 10 միլիոն, էլի ոչ բարյացակամորեն տրամադրված մի հարևանի սահմանին, որը ի տարբերություն Հայաստանի, որը 25-30 տարի չէր պատրաստվում պատերազմի, դա չխոսենք էլի դրա մասին, որտեղ դա ապացուցելու իմաստ էլ չկա։ Այդ պետությունը 30 տարի կուտակել է մեծ գումարներ, մեծ ռեսուրսներ է գոյացել նավթի, գազի վաճառքի հաշվին եւ ստեղծել է էֆեկտիվ, արդյունավետ բանակ։ Հիմա այս մեր իրականությունն է։ Ու մի բան էլ ասեմ, որ մենք շրջափակված ենք որպես պետություն, մենք շրջափակված ենք ոչ թե մեր կամքով է, որ ասում են մենք պետք է սահմանը բացենք։ Եղբայր, մեր սահմանը նենց չի որ փակ է, երբեք փակել չի եղել։ Հիմա մեզ են փակել դրսից։ Այսինքն Թուրքիայի սահմանը, եթե չեմ սխալվում, 93 թվականի ապրիլին փակվեց, երբ որ Քարվաճարի գործողությունից հետո բոլորը գիտեն դա։ Նենց չէ որ մենք որոշեցինք ապրիլին փակել Թուրքիայի հետ սահմանը։ Հետևաբար սա էլ շատ մոլորված ինչ որ պատկերացումների հետևանք է։ Ամենաֆունդամենտալ խնդրեմը նրանում է, որ ինչպես այսպես Հայաստանի նախկիններից բաղկացած վայ ընդդիմությունը, այնպես էլ այն մարդիկ Սփյուռքում, որոնք այս ծայրահեղ դիրքորոշումներն են ընդունում,
իրենք չունեն այլընտրանք, այսինքն իրենք չեն առաջարկում այլընտրանք, իրենք չեն ասում, որ գիտեք այս բանը սխալ եք արել, որ այսպես անեք լավ կլինի։ Ես ուզում եմ լսել, թող մեկը ասի, ո՞նց են տեսնում իրենք այլընտրանքը, ինչ են, չէ որ մենք հիմա էլ չէ, ընդդիմադիրներին ես լսել եմ, դուք էլ եք հարցրել, ասում եք, բայց լավ, ինչ եք անելու, ասենք նոյեմբերի 9 վերացնելու եք, չեղարկելու եք, կամ օգոստոսյան այս համաձայնությունները նախաստորագրումը եւ Ամերիկայի հետ համաձայնությունները չեղարկելու եք եւ պատասխան չեք ստանում։ Դուք էլ չեք ստանում, ոչ ոք չի ստանում, այսինքն իրենք դժգոհ են եղածից, բայց չեն առաջարկում այլընտրանք։ Մի բան էլ 2 տարի անցնում է եւ հանկարծ պարզվում է, որ այդ նախորդ պայմանավորվածությունները իրենց համար սրբոց սուրբն են։ Ինչպես նոյեմբերի 9-ի զինադադարի համաձայնագիրներ։ Ճիշտ է, նրանք այն ժամանակ ասում էին, սա կապիտուլյացիա է, դավաճանական ամենամեծ ակտն է եւ այլն, իսկ այսօր արի ու տես, որ պահանջում են, որ նոյեմբերի 9-ը պետք է իրագործել, այսինքն դա ասելով ինչ են ասում են Ադրբեջանին, Ռուսաստանին, ասում են Զանգեզուրի միջանցք տվեք։ Փաստորեն, սա են ասում, այդ նոյեմբերի 9-ը ամեն ինչը խախտել են։ Պարոն Սիրարյան, տեսեք, տարիներ առաջ, երբ որ սահմանադրություններ են գրվում եւ այլն, ես հիշում եմ քննարկումներ կան, սրանք ավելի շատ այսպես լրատվական հարթությունում են նախկին իշխանությունների ժամանակ, որ Սփյուռքին էլ տանք ինչ որ ներկայացվածության հնարավորություն խորհրդանում, երկրորդ պալատ կլինի ստորին եւ այլն, այսպիսի տարբեր բաներ կային։ Իհարկե, բայց հետո սա մի քիչ փոխակերպվեց եւ այս իշխանության ժամանակ արդեն նաև ինչքան գիտեմ նախկինների ժամանակ կա հնարավորություն որ Սփյուռքի մարդիկ ներգրավեն Հայաստանի արդեն գործադիր կառավարմանը որոշակի կրիտերիաների համապատասխանելու դեպքում, այսինքն դուք եթե նման գաղափար առաջադրվի, քանի որ սահմանադրական փոփոխությունների եւ ընդ որում սահմանադրության մշակման փուլում ենք հիմա, դուք դեմ կլինեք Սփյուռքին Հայաստանի կառավարման ղեկում ինչ որ մի մաս հանձնելու ձեր անձնական տեսակետը։ Տեսեք, ես քանի որ հավատում եմ, որ լավ պետություն կարելի է կառուցել միայն լավ կադրերի միջոցով եւ այդ լավ կադրերի նշանակումների սկզբունքը պետք է լինի մերիտոկրատիան, այսինքն մարդկանց արժեքների եւ մարդկանց արժանինքների հիման վրա նրանք նշանակվեն, որովհետեւ պատմությունը կրկին ոչ թե Հայաստանում ցավոք երբևէ չի եղել մերիտոկրատիայի, այսինքն այս սկզբունքը, դրա համար էլ այս վիճակում ենք գտնվում, միշտ տենց ընկեր, ախպեր, խավոր, խնամի եւ այլն, գիտեք։ Բայց այն պետությունները, որոնք հաջողվել են, այն ուժերը, որոնք, ասենք, նույնիսկ ցեղական մակարդակից սկսել են, սակայն կայսրություններ են կառուցել, հիմնված են եղել նման մերիտոկրատիկ սիստեմների վրա։ Հիմա, եթե մերիտոկրատիայի հիման վրա, այսինքն մարդկանց արժանինքների, կարողությունների, կրթության, փորձի հիման վրա մարդկանց պաշտոններ տալը կարելի է ձևակերպել օրենքի ուժով, իհարկե ես դա համարում եմ դրական քայլ դեպի առաջ։ Խորհրդարանի հարցը մի քիչ բարդ է, ես ասեմ, գիտեք, խորհրդարանի ես ինքս անձամբ այս թեմայով այս վերջին 6.5 տարիների ընթացքում էվոլյուցիա եմ ապրել, այսինքն կյանքը ցույց է տվել, թե որտեղ են ռիսկերը եւ խութերը եւ մենք լուրջ խնդիր ունենք, որովհետեւ ազգային ժողովում քվեարկող պատգամավորների հնարավորություն ստեղծել Սփյուռքի համար անիրատեսական է, եթե դա լինելու է այսպես համապատասխան Սփյուռքի չափսին, որովհետև այդտեղ Հայաստանի բնակչությունը հայտնվելու է փոքրամասնության դիրքում։ Այդ մեկ, երկրորդը մենք գիտենք, որ շատ երկրներ կան, որտեղ հսկայական սփյուռքեր են ապրում, անուն չեմ տա մի անգամից, հասկացաք, որոնք այդ սփյուռքերը ազատ չեն, այդ սփյուռքերը իրենք ուզում են ազատ լինել, բայց ազատ չեն, որովհետև համակարգը ազատ չի։ Հետևաբար թույլատրել, որ օրինակ նման սփյուռքից ընտրվեն ազգային ժողովի պատգամավորները Հայաստանում, նշանակում է թույլատրել, որպեսզի երրորդ պետության ազդեցության գործիքները հայտնվեն մեր երկրի օրենսդրում, որը շատ վտանգավոր է ազգային անվտանգության տեսանկյունից։ Կան այլ լուծումներ, նույնը քվեարկության իրավունքը նկատի ունեք։ Դե քվեարկության իրավունքի սահմանափակումը կարծում եմ պայմանավորված է եղել նաև դրանով, որպեսզի դրսում ապրող մարդիկ չկարողանան ներսի ապրող մարդկանց պարտադրել իրենց քաղաքական կամքը։ Դա ֆունդամենտալ հակաժողովրդական քայլ կլիներ։ Ասենք Սփյուռքում ապահով Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ում կամ Ռուսաստանում, չգիտեմ Ռուսաստանը ինչքան է ապահով, այս փուլում գոնե,
ապրող հայերը իշխանության են բերում այնպիսի ուժի, որը նախընտրական ծրագիր է դրել, օրինակ Մուշը Արդահանը եւ չգիտեմ, Կարսը եւ պատմական այլ հողեր հետ բերել։ Շատ հետաքրքիր պատկեր կլինի։ Այո, ավելի վատ։ Սա տեղի ունեցավ 21 թվականին, ես իմ աչքով ականատես եղա, երբ որ զինադատարից հետո մոտ 2 ամիս անց ես սկսեցի տարբեր համայնքներում այցելություններ, մանավանդ օրինակ Ռուսաստանի Դաշնությունում, այնտեղ շատ ագրեսիվ տրամադրություն կար այն ժամանակ, դե զինադատարից հետո բոլորը տաք էին դեռ, շատ ագրեսիվ, որոնք պահանջում էին քվեարկելու իրավունք եւ ենթատեքստը բաց ենթատեքստը, որ ուզում են ոմն Ռոբերտ Քոչարյան անունով մի անձնավորության վերադարձնել իշխանության, այսինքն իրենք ուզում էին Ռուսաստանից, այո, իհարկե այդ տրամադրություններն էլ են մեռել, այնպես չի որ մարդիկ ընդեղ են սթափվել, բայց այդ պահին նման պահանջ կար ու լուրջ պահանջ էր ու համարյա համատարած էր, իհարկե կային շատ առողջ սթափ մարդիկ, որոնք հասկանում էին, որ խնդիրները որտեղից են ծագել արդեն, բայց նման պահանջ կար, հիմա նման պահանջ չկա։ Հետևաբար սենց իրավիճակներ շատ իրատեսորեն կարող են առաջանալ։ Սկզբից մենք սկսեցինք քննարկել, որ ինչու աշխարհընկալման, ես կասեի բնական բաժանվածություն կա Հայաստանի եւ Սփյուռքի հայության միջև։ Դա քննարկեցինք։ Այդ նույն տրամադրությունը եւ նույն տրամաբանությունը նաեւ գործում են այս դեպքում։ Ես ավելի շինիչ օրինակ կարող եմ բերել մի բան, որ մենք հետագայում կարծում ենք Հայաստանում կարող ենք ունենալ։ Այսօր եվրոպական պետությունների մի մասը, նրանք որոնք զգալի սփյուռքեր ունեն, օրինակ Ֆրանսիան, Իտալիան, Պորտուգալիան, Բելգիան եւ այլն, իրենց ազգային ժողովում ունեն դրսում ապրող հայրենակիցների քվոտա։ Այդ թիվը հատուկ ընտրված է շատ փոքր, որպեսզի չկարողանա տեսակարար կշիռ ունենալ եւ որևէ ձեւով ներազդել ներքին քաղաքական գործընթացների վրա։ Օրինակ Ֆրանսիայի հետ մի քանի 100, 400, 500 падգամավորների արկայության դեպքում ընդամենը 10-15 տեղ է պահված սփյուռքի ֆրանսիացիների համար, որը տրամաբանական է, այնտեղ իհարկե եւ բարի կամք է ստեղծում եւ նաեւ պրակտիկ ներգրավվածություն է ապահովում, նաեւ ստեղծում է այն գործիքը սփյուռքի համար, որով այդ մարդիկ կարող են ներկայացված լինել նույնիսկ օրենսդիր մարմնում, բայց չի փոխում իրական քաղաքական պատկերը տեղում։ Տեսեք, ընդհուպ, չգիտեմ, այդ բառը ինչքանով է տեղին, թշնամական հարաբերություններ կան Հայաստանի գործող իշխանության եւ Դաշնակցության միջև, նաեւ Սփյուռքի կառույցներում է դա արտահայտվում, բայց պարոն Սինարյան, չեն կարող շղթել, որ հույդա հայդատի գրասենյակներ, ասենք ԱՄՆ-ում, իրենք ունեն լուրջ լոբիստական ռեսուրսներ, այսինքն կարողանում են որոշակի օրենսդիր նախագծերի նպաստել, առաջ մղել ինչ-որ հարցադրումներ եւ այլն։ Ես չեմ ուզում շատ պես գնահատողական հարց տալ, ասել, որ նրանք ամեն ինչ որոշում են, որովհետեւ չունեմ այդպիսի գիտելիքներ այս հարցի վերաբերյալ, բայց այդ ունեն ինչ-որ չափով ռեսուրսներ, այսպես առաջին հայացքից կարելի է օգտագործել նրանց ռեսուրսները առողջ տրամաբանությունից ելնելով, գործակցել գոնե այն հարցերում, որոնք ընդհանուր են, ասենք Հայաստանի անվտանգություն, հա, դուք կարող եք չգիտեք Արցախի հայերի վերադարձի օրակարգի կամ ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, այսպես առաջին տեղեր բերելու հարցը, բայց կարող եք կիսել Հայաստանի անկախության եւ անվտանգության ապահովման հարցը կամ Հայաստան-ԱՄՆ գործակցությանը նպաստել, հա, այսինքն տարաձայնություններով հանդերձ գտնել աշխատանքի ինչ-որ մի տեղեր, արդյոք կողմ չեք նման ինչ-որ փորձին կամ արել եք փորձեր, սա այսպես Հայաստանի Հանրապետության համար բավական նպաստավոր կլիներ կարծում եմ։ Ոչ միայն արել ենք փորձեր, այսինքն հայդատի կառույցները Կանադայում էլ բավական։ Այո, Միացյալ Նահանգներում, Կանադայում, Եվրոպայում էլ ինչ-որ չափով նաև ներկայացվածություն ունեցել։ Ես սա տեսականորեն չեմ ասում, քանի որ Ամերիկայի հայդատի բոլոր կառույցների խորհուրդների անդամ եմ եղել։ Եվ կարող եմ ձեր ձևակերպումը մի փոքր այլ ձևով, եթե դեմ չեք ներկայացնել, ոչ թե ունեն այդ դուք ոնց ասեք, ռեսուրս ունեն, նրանք պոտենցիալը ունեն, բայց մինչ այժմ
շոշափելի արդյունքներ չեն եղել։ Հիմա նորից հիսթերիան կսկսվի, հիմա կսկսեն զզվելի բաներ գրել, որ ես ցեղասպանության վերապրող Զարե Սինանյանի թոր Զարե Սինանյանը մերժում եմ ցեղասպանության ճանաչման գործընթացը, ոչ, բայց հասուն ու կիրթ ու բանականությունը չկորցրած մարդկանց համար կրկնում եմ այն ժամանակը, այն ռեսուրսը, այն ջանքը, որը միշտ սահմանափակ է եղել, որը մենք Միացյալ Նահանգներում դրել ենք ցեղասպանության ճանաչման խնդրի ուղղությամբ եւ որի արդյունքում նաեւ հաճախ պատանդ ենք դարձել քաղաքական գործիչների ձեռքերում, այսինքն նրանք մեզ օգտագործել են իրենց զուտ անձնական նպատակներին հասնելու համար, այդ ջանքերը չեն գոյացրել շոշափելի արդյունքներ։ Մենք որպես հայեր ի վերջո ստացանք, ասենք, օրինակ, Միացյալ Նահանգների բոլոր նահանգների կողմից ցեղասպանության ճանաչում, ստացանք նաև ի վերջո իհարկե կներեք, բայց հայդատի կամքից անկախ Ամերիկայի օրենսդիր մարմնի կողմից ճանաչում ցեղասպանության վերջում գործադիր մարմնի կողմից նախագահի ընդունում ցեղասպանության փաստի ու դա տեղի ունեցավ, որովհետև այդ բանին իրենք Թուրքիայի հետ վատ էին եւ ուզում էին պարզապես ինչ որ լծակներ օգտագործել Թուրքիայի դեմ, դա տեղի ունեցավ, բայց դրանից ոչ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները, ոչ Հայաստանի սահմանները, ոչ Հայաստանի ժողովուրդը ավելի անվտանգ չդարձավ։ Հիմա ես հարց եմ տալիս, իսկ միգուցե եթե այն ժամանակ նույն ջանքերը ուղղորդվեին դեպի հայ ժողովրդի անվտանգությունը, այսինքն ընդհանուր եմ ասում հայ ժողովրդի անվտանգությունը, դրա մեջ մտնում էր ամեն ինչ։ Լեռնային Ղարաբաղ, դրա մեջ մտնում էր Հայաստանի սահմաններ, դրա մեջ նաև կմտներ ինչ որ չափով նաև ցեղասպանության ճանաչման փաստը որպես բարոյական փաստ, բարոյական ակտ, որովհետև շատ Ամերիկայի հայերի համար նույնիսկ այդ բարոյական հաղթանակն էլ մեծ հաղթանակ էր, ես դա լրիվ հասկանում եմ, բայց ես իհարկե որպես պրակտիկ մարդ չեմ ասում, երբ որ ռեսուրսները սահմանափակ են, զուտ բարոյական հաղթանակ գրանցելը այդ ռեսուրսների հաշվին տրամաբանական չի։ Մենք պետք է ցեղասպանության ճանաչման հարցը ուղղակիորեն կապենք այսօրվա ցեղասպանությունից մազապուրծ եղած ցեղասպանության վերապրողների, թորների անվտանգության հարց։ Այսինքն հարցը պետք է ձևավորվի, որ եթե չճանաչվի ցեղասպանությունը, ապա այսօր հայ ժողովուրդը վտանգված է։ Եվ այդ վտանգվածի տակ լիքը փաստեր ունենք, սկսենք Սումգայիթից, վերջացնենք, չգիտեմ, ինչով, բայց դա չարվեց։ Չարվեց։ Հիմա կրկնում եմ, եթե մենք այսօր խոսում ենք, ասենք, այլ կարևոր հարցերի մասին, ինչպես օրինակ մեր հայրենակիցների, բռնի տեղանված հայրենակիցների վերադառնալու իրավունքը, կարևոր հարց, շատ կարևոր հարց, կամ խոսում ենք մեր գեյների վերադարձի մասին, շատ կարևոր հարց։ Եթե դա անում ենք ի հաշիվ այսօրվա մեր եղած Հայաստանի Հանրապետության անվտանգության, դա ռազմավարական սխալ է եւ մենք չենք կարող գործել կրկին ու կրկին ռազմավարական սխալներ չեն կարող անել։ Գեյների վերադարձի հարցը ոնց կարող է ի հաշիվ Հայաստանի անվտանգության լինել։ Ի հաշիվ այն ռեսուրսները, այսինքն այն ռեսուրսները, որոնք գնում են դեպի բաշխման մասին եմ ասում, իհարկե, որովհետև ռեսուրսների գերիների վերադարձման հարցը Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր հարց է, Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի վարչապետը եւ արտգործնախարարը որևէ ջանք չեն խնայում, որպեսզի այդ հարցը հնարավորինս շուտ լուծվի։ Ես ձեզ դրանում հավաստիացնում եմ։ Ուրիշ բան է, որ եթե օրինակ նայում ենք օգոստոսի 8-ի փաստաթղթին, դրա մեջ չի նշված, չէ՞, գերիների վերադարձի հարցը, դա չի նշանակում, որ դա առաջնային չի։ Հիմա, եթե մեր հայրենակիցները Վաշինգտոնում ուզում են օգտակար բան անել մեծ իմաստով հայ ժողովրդի համար, Հայաստանի Հանրապետության համար, ապա պետք է ճիշտ ձևով բաշխեն իրենց ռեսուրսները, որովհետև այդ ռեսուրսները շատ սահմանափակ են։ Իսկ դուք փորձ արել եք ընդհանուր լեզու գտնել, ամեն դեպքում լավ Հայաստանում թող ԿՊ-ն եւ Դաշնակցությունը պայքարեն իշխանության համար, բայց մի քիչ վեր կուսակցական, ես կասեմ, վեր քաղաքական տրամաբանություն գործեր, թե ձեր անձը այստեղ խանգարում է, ես մի քիչ ձեր տիրույթը տեղափոխեմ, չէ, անկեղծ ասեմ, ձեր նկատմամբ էլ կա բավական։ Իմ անձը պետք է որ միավորող լիներ, շատ, որովհետեւ կրկնում եմ, ես 2001 թվականից հայդատի բոլոր կառույցներում ոչ թե մասնակից եմ եղել, խորհուրդների անդամ եմ եղել։ Դե հենց դրա համար, որովհետև իմ Հայաստանին նվիրված ու Հայաստանը ամեն ինչից առաջ դասելը իրենց կողմից գնահատվում է դավաճանություն, չգիտես, դաշնակցության նկատմամբ։
որը ես նախ երթում երբեք չեմ վերցել Դաշնակցության կուսակցության անդամ չեմ եղել, հետեւաբար նույնիսկ դա հարց չպետք է լինի, բայց նորից իրենք սխալ են ընկալում հարցը։ Ես պարզապես չեմ ուզում անդադ կենտրոնանք Հայդատի եւ Հայ-Աղբական Դաշնակցության վրա, որովհետեւ հենց նույն Միացյալ Նահանգներում կան այլ խմբեր, որոնք լոբիզմով են զբաղվում, այսինքն Հայաստանի կամ հայ ժողովրդի շահերը պաշտպանելու առաքելություն ունեն, օրինակ Ամերիկայի համագումարը Armenian Assembly of America կազմակերպությունը, որի հետ մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով։ Հայդատետ էլ կուզենք աշխատել ամենօրյա ռեժիմով։ Ես երբ գնում եմ այցելությունների համայնքային, անպայման հրավերի առաջարկ եմ անում տեղի դաշնակցական եւ հայդատի կառույցներին։ Ով որ ասում խելք ունի ընդունում է, գալիս են, ասում են եկեք բանավիճենք կամ եկեք խոսենք, եկեք լսենք իրար։ Շատ տեղերում գալիս են, որոշ տեղերում չեն գալիս։ Բայց հիմա ճիշտ ասած իրենք էլ այնքան խառը վիճակում են, այնքան անկման մեջ են, այսինքն այնքան մեծ կորուստ ունեն իրենց այն վստահության ռեսուրսի, որ եղել է ժամանակին, որ իմ կարծիքով իրենք դեռ ներքին շատ հարցեր ունեն լուծելու եւ վիճակել չեն լուրջ ձևով երկխոսել Հայաստանի Հանրապետության հետ։ Իշխանամետ դաշնակցականներ կան սփյուռքում։ Իհարկե կան։ Կան։ Իհարկե կան։ Իշխանամետ չէ, կան, գիտեք, իշխանամետը մի քիչ շատ կոպիտ բան է, պետականամետ, ես կասեի, պետականա մարդիկ, որոնք ոչ թե ուղղորդվում են ինչ որ Ռուսաստանից եկած հրամաններով, ծիծաղել է, չասենք Ամերիկայում նստած են, Ամերիկայում ծնված մեծացած են, բայց ուղղակիորեն կրկնում են, ասենք, ռուսական արտգործնախարարության նարատիվները։ Ու դա անում են, ասենք, սոցիալական մեդիայով։ Կարդում ես, ցնցվում ես, ասում ես, բայ անցած օրը, ասենք, Մարիա Զախարովան նույն բանն էր ասել։ Եվ այսպես շարունակ, դժվար է նման կառույցի հետ երկխոսություն ունենալ, որը շատ ցավալի է, որովհետև իրոք այնտեղ կան շատ հայրենասեր մարդիկ, որոնք պարզապես մոլորված են, որոնք պարզապես կուսակցական ճնշման տակ են։ Բայց եկեք մեդալի հակառակ կողմն էլ նայենք, նրանք ասես մի դաժան բան կա, էլի, մեղադրանք ուրացման կամ դավաճանության։ Մարդիկ օբյեկտիվորեն համարում են, որ Արարատի Արագածի դիսկուրսը կամ կնիքի վրայից, սա կարող է շատ փոքր դետալ թվալ, հանել Արարատի պատկերը կամ Արցախի հայերի վերադարձի հարցը չդարձնել բանակցային օրակարգ կամ Արցախի ինչ որ տարբեր ղեկավարներ այստեղ դատվում են, քրեական հետապնդումներ կան, նրանց նկատի ունեմ նախկին քաղաքապետեր, կոռուպցիոն մեղադրանքները, բայց ամեն դեպքում, կամ կառավարող ուժի տարբեր խոսույթներ, օրինակ այս մեղադրանքը, որ Դաշնակցությանը ձեռնտու չի խաղաղությունը, որովհետև նրանց փոխհավաքելու համար միշտ կոնֆլիկտ է պետք, սա գրգռում է այդ մարդկանց, հա, այսինքն գրգռում է։ Հա, ուզում եմ ասել իշխանության կողմից էլ կան քարնետումներ նրանց դաշտ, որոնք չեն կարող թշնամանքին չնպաստել։ Չէ, իհարկե կան, բայց պետք է նայենք տեսնենք այդ քարերը օբյեկտիվորեն են նետվում, թե ոչ։ Ես հասարակ օրինակ բերեմ, օրինակ իմ ընտանիքի մի մասը, հիմա մի օրինակ եմ բերում, շատ կան։ Պատկերացնում եք, ես ինչքան կապ ունեմ Լոս Անջելեսում, ինչքան տեղեկացված եմ, թե ինչ է տեղի ունենում։ Բայց անցնենք մի ուրիշ տեղ, Բեյրութ քաղաք, ընտանիքիս մի մասը բնակվում է այնտեղ։ Ու իմ զարմիկը մինչև վերջերս հաճախում էր դպրոց, որը այսպես Դաշնակցության վերահսկողության տակ է։ Ու այնտեղ ինստիտուցիոնալ մակարդակով վերջին 3-4 տարին երեխաներին ներարկում են, ներշնչում են, որ Հայաստանը ապագա չունի, վաղը Հայաստան չի լինելու, որ եթե դուք որոշեք ընտանիքով որևէ տեղ տեղափոխվել, հանկարծ Հայաստան չգնաք։ Հիմա ոնց չխոսենք դրա մասին, ու դուք կարող եք լսել շատ հայերից, դες նույն բանը կասեն։ Դա նորմալ է։ Դա նորմալ է, երբ որ մարդիկ իրենց դպրոցում են դա անում, ինչու են դա անում, որովհետև դա գիտեք տրամադրությունները հիմա միջնարևելյան համայնքներից ինչպիսին են, ով չի հեռացել, մտածում է հեռանալու մասին, եթե դրա հնարավորություն ունենա։ Բայց նպատակը նաև մարդիկ հասկանում են, որ ով որ գալիս է Հայաստան, դառնում է ավելի աշխարհիկ եւ դառնում է ավելի անկուսակցական։ Հետևաբար ավելի լավ է նրանք գնան Կանադա եւ Ամերիկա։ Գոնե մի սերունդ էլ վերահսկողության տակ կլինեն, դրանից հետո արդեն ինչ կլինի, արդեն հայ չեն լինի, ասենք։ Սա է, ու ես ցավում նման բաները դժվար է չնկատել։ Կամ եթե Հայդատի Ամերիկայի գործադիր տնօրենը անուղակի վարչապետի սպանության կոչ է անում Facebook-ով, ոնց կարելի է դա չքննադատել եւ դրանում չտեսնել քաղաքական, ասենք,
Նախ անընդունելության մասին չգիտեմ որտեղից սկսեմ, որտեղից վերջացնեմ, բայց նման երևույթը ոնց կարելի է ընդունել։ Եվ ես ուրախ եմ, ես գիտեմ, որ բոլոր այսպես համայնքի, հին էս ինստիտուցիոնալ Ամերիկայի համայնքի լուրջ մարդիկ այդ մարդու հետ կապնվել են ու ասել են եղբայր դու լրիվ ծնդել ես, այսինքն ուր ես հասել, երբ որ նման կոչ ես անում։ Առազգանունը կասեք։ Խնդրեմ Արամ Ամպարյան անունով անձնավորությունը, որը կոչ էր արել անցյալ ուրեմն երբ որ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները բռնի տեղահանվում են, այդ օրերին գրել էր հետեւյալը էսոտերիկ ձևով այսպես։ Այն պահը, երբ Նիկոլ Փաշինյանի թիկնապահներից մեկը գերադասում է իր պատիվը աշխատավարձից։ Դա է սպանության կոչ։ Հաստատ տրենգի բարելու կոչ չէր։ Բոլորը դա հասկացան ինչ է։ Բոլորը հասկացան, պարզից էլ պարզ է։ Ոնց կարող են, այսինքն ոնց երկխոսես նման մի կառույցի ղեկավարի հետ։ Բայց այնուամենայնիվ մենք ավելի համբերատար ենք, քան իրենք, անձամբ ես, էլի որ գնամ, էլի հրավերի կոչը լինելու է, կհանդիպեն շատ լավ, միգուցե տեղի կունենա ինչ-որ կարծիքների փոխանակում, արդյունավետ, անարդյունավետ երկրորդական է, բայց դիսկուրսը միշտ կարևոր է։ Իսկ բացի դրանից ես կրկնում եմ, կան այլ կառույցներ, ում հետ որ աշխատում ենք, որոնք դա համարում են իրենց համար առաքելություն, Հայաստանի, այսինքն Հայաստանի օգտին կամ հայ ժողովրդի օգտին քաղաքական գործունեություն տանելը նաև այլ երկրներում եւ իհարկե չափերը չանցնելով, այսինքն այնտեղ օրենքներ չենք կարող խախտել, Հայաստանը չի կարող Հայաստանից թելադրել որևէ քաղաքական օրակարգ այլ երկրներում։ Այդ սահմաններում իհարկե փորձում ենք մենք աշխատել մեր հայրենակիցների հետ եւ շատերի ջաջախիչ մեծամասնության հետ այդ աշխատանքը նորմալ գնում է։ Հայրենադարձության կենտրոնը ինչ արդյունքներ է արձանագրել, որովհետև հիմնադրման ժամանակ ձեզ հետ ենք զրուցել, որ սա այն, այսպես ասենք, գործիքակազմն է, որ Հայաստան պետք է ներգրավեր այս հարցով մեր հայրենակիցներին, ոչ միայն այսպես Հայաստանի կառավարման գործերին, այլ ֆիզիկապես հայրենադարձություն ապավել, այո, սրանով ավարտենք արդեն։ Դե հայրենադարձության ինտեգրման կենտրոնի առաքելությունը, ինչպես դուք ասացիք, դա այդ հայրենադարձությունը հեշտ դարձնել էր, այսինքն դյուրին դարձնել, գործընթացը դարձնել ավելի փափուկ, ավելի քիչ ցավոտ։ Իր գոյության արդեն 2 տարիների ընթացքում այս կենտրոնը գործում է ըստ իր նպատակի եւ մի քանի բան է տեղ ունեցել, նա որ հիմա մեր հայրենակիցները հայրենադարձած շատ-շատերը գիտեն կենտրոնի մասին, որ մենք կարողանում ենք իրոք մարդկանց համար շատ հեշտ ձևով հարցեր լուծել, որ իրենց համար դժվար էր լինելու։ Գիտեք, նաև մեր աշխատակիցներն են վարպետացել, որովհետև այդ աշխատանքը տարբեր գերատեսչությունների հետ սկզբից դեսպես դանդաղ ձևով է գնում, հետո բայց բոլոր իրար ընտելանում են, հասկանում են ինչ ընթացակարգերով են լուծվում հարցերը եւ այդպես շարունակաբար։ Մեր գերնպատակը այդ թվեր ունենք Լավ, եթե այսպես շատ կոնկրետ բան չանենք, այսպես կորը դեպի իջնում է, թե բարձրանում։ Իհարկե պիկը եղել է երևի 23-24 թվականների սահմանին, որտեղ պայմանավորված է Ռուսաստան, Ուկրաինայի դեռ ալիքի, բայց ասեմ, որ մենք նկատում ենք, որ հայրենադարձների տեսակը փոխվում է, այսինքն թե այն ժամանակ շատ էին ռուսաստանահայերը, հիմա շատ են ամեն տեղից։ Եվ նաև ավելի շատ սկսում ենք կենտրոնալ աշխատանք ապահովելու հարցերի վրա։ Ամենակարևոր գերխնդիրը, որ մենք ունենք, ըստ իս, որպեսզի այնպես անենք, որպեսզի այդ մարդկանց, որ քաջալերում են Ամերիկա, Կանադա գնալ միջին արևելյան համայնքներից, այդ տենդենսը կոտրենք կամ դրա հնարավորությունը չթույլատրենք, դա ժամանակավոր կացարանների ստեղծումն է, այսինքն ստեղծել մի քանի տասնյակ թեկուզ բնակարաններ, որոնք պետությունը կարողանա շատ կարճ ժամկետով, ասենք, թող լինի 3 կամ 6 ամսով տրամադրել են ընտանիքներին, որոնք գալիս են եւ այդ 3-ից 6 ամսվա օգնության աջակցության կարիքն ունեն, որպեսզի կարողանան շուտ հարմարվել, աշխատանք գտնել եւ անցնել արդեն իրենց բնականոն կյանքին։ Շնորհակալ եմ, պարոն Սինանյան։ Ձեզ շնորհակալություն։ Factor TV-ում հյուրընկալել ենք Զարայ Սինանյանին։